Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտնում է, որ Ծառուկյանի անունից միեդ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են դատարանի կողմից։ Գանգատներով բարձրացվել են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ եւ 18-րդ հոդվածներով, նաեւ կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման հարցեր։ Դրանք վերաբերում են Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինի եւ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդմանը, ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքին, քրեաիրավական սահմանափակումներն իրենց համար նախատեսված իրավաչափ նպատակից շեղված քաղաքական նպատակներով կիրառելուն, նաև նույն արարքների կապակցությամբ կրկնակի քրեական հետապնդման արգելքի խախտմանը։ Նշվում է, որ ներկայացված փաստերը, ներպետական դատավարությունների նյութերը, քրեական վարույթների ժամանակագրությունը եւ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային հայտարարությունները կազմում են փոխկապակցված ապացույցների ամբողջություն։ Դրանք ցույց են տալիս, որ քրեական արդարադատության համակարգը օգտագործվել է ոչ թե օրինական քրեաիրավական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու եւ հանրային ու քաղաքական գործունեությունից հեռացնելու համար։ Ընդգծվում է, որ քաղաքական հաշվեհարդարը չի դառնում իրավաչափ միայն այն պատճառով, որ ձևակերպվում է քրեական վարույթի որոշումներով։ Քրեական դատավարության արտաքին ձևականությունները չեն կարող քողարկել հետապնդման իրական նպատակը։ Պաշտպանները երկու գանգատներով էլ միեդից խնդրել են դրանց տրամադրել առաջնահերթություն դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են կոնվենցիայի հիմնարար իրավունքներին, այդ թվում անձի ազատությանը, պետական իշխանության կողմից քրեական հետապնդման մեխանիզմների քաղաքական նպատակով չարաշահմանը։ Միեդի ձևավորված մոտեցումը վկայում է, որ նման բնույթի քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկման եւ կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման վերաբերյալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք եւ սովորաբար կոմունիկացվում են սեղմ ժամկետներում։ Պաշտպանական թիմը վստահ է գանգատների լիարժեք քննության արդյունքում Եվրոպական դատարանը կարձանագրի Գագիկ Ծառուկյանի կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտումները։ Պաշտպանների գնահատմամբ ներկայացված իրավական ու փաստական նյութերի համակցությունը որևէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թե տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապես չեզոք քրեական հետապնդում է։ Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկյանի անհատական իրավունքներին, դրանք վերաբերում են Հայաստանում քրեական արդարադատությունը քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետությունը անխուսափելիորեն կրելու է միջազգային իրավական պատասխանատվություն, ասված է հայտարարության մեջ։